Քննարկումները սկսվել են եւ կշարունակվեն, այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Թրամփի ուղու վերաբերյալ հարցին հայտարարել է Փաշինյանը. «Համոզված եղեք, Թրիփի օրակարգը շարունակում է գտնվել եւ ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում», ասել է նա, ընդգծել, որ Թրիփ ուղին քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով, սակայն կարող են ներգրավվել նաեւ երրորդ կողմեր՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի փոխադարձ համաձայնությամբ։ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպայի պալատում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Վարչապետին դիմավորել են ԵԽԽՎ նախագահը եւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը, որից հետո Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի ոսկե գրքում եւ կարճատև շրջայցարել։ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը եւ դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։ Վարչապետի ընդգծումն է, կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետը հանդիպել է նաև Միեդ նախագահի հետ։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի աշխատանքի բարելավման շրջանակում ձեռք կբերի 250 նոր էլեկտրական ավտոբուս։ Ըստ Ավինյանի, այս գնումով ոչ միայն լուծվում է հանրային տրանսպորտի շարժակազմի հարցը, այլև որոշակիորեն լուծվում է օդի աղտոտվածության խնդիր, քանի որ 250 էլեկտրական ավտոբուսները զրո ազդեցություն են ունենալու օդի որակի վրա։